Ինչ ակնկալել Փաշինյան-Էրդողան հանդիպումից, որն է Անկարա այցի նպատակը եւ արդյոք կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը, ժամի անդրադարձը։ Նորդուզ Ագարակը մարդաշատ մեծ հոսք է սկսվել Իրանից դեպի հյուսիս, փրկության ճանապարհն անցնում է Հայաստանով։ Սամվել Կարապետյանը Արմավիր քրեակատարողականում բարեգործը 2 ամիս կալանքի տակ կմնա։ Սա անդիմությունը իշխանության վախերի ցուցադրություն է համարում, եկեղեցին էլ բարերարին աջակցություն է հայտնում։ Ստուգումներ Տաշիր պիցայի 30 օբյեկտներում 10-ի գործունեությունը կասեցվել է, ինչ խախտումներ են գտել տեսուչները եւ ինչու հիմա։ Բողոքի գործողություններ Բաղրամյան պողոտայում անհետ կորածների ծնողները ճանապարհ են փակում աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրենին վերադարձնելու պահանջով։ Ծանրոցներ հարազատներից հեռախոսով 2 բառ փոխանակելու հնարավորություն Բաքվի Կարմիր խաչից տեսակցել են հայ գերիներին։ Վիրտուալ ճամփորդություն Վան Գոգի եւ Գուստավ Կլիմտի հետ ավելի քան 300 գլուխգործոց անիմացիոն ձևաչափով նկարիչների միությունում։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Անկարա, վարչապետի աշխատակազմից այցի նպատակները չեն մանրամասնում, միայն հայտնի է, որ Փաշինյանը Թուրքիա է մեկնում Էրդողանի հրավերով աշխատանքային այցով։ Էրդողանի կրտսեր եղբոր Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ, Ալիևն արդեն Թուրքիայում է, այսօր Էրդողանի հետ 2023-ի երկրաշարժից տուժած քաղաքում ադրբեջանական թաղամաս են բացում։ Ինչ ակնկալել Էրդողան-Փաշինյան հանդիպումից աշխարհաքաղաքական այս բարդ գործընթացների եռացող պայթյունավտանգ տարածաշրջանի համատեքստում, վերլուծաբանների գնահատականները ժամի անդրադարձում։ Ուրբաթ աշխատանքային այցով Թուրքիա կգնա վարչապետ Փաշինյանը, հրավիրել է Էրդողանը, նա Փաշինյանին Ստամբուլում կդիմավորի։ Այսօր Ադրբեջանի եղբայրական Թուրքիա է գնացել նաև Իլհամ Ալիևը։ Ամեն դեպքում Փաշինյան-Ալիև հանդիպում չեն նախատեսում, վարչապետի խոսնակն է լրատվամիջոցներին ասել։ Հանդիպում նախատեսված չէ, բայց շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում, իշխանական падգամավորի դիտարկումն է։ Իսկ եթե եռակողմ հանդիպում լինի, ապա կքննարկվի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, շարունակում է падգամավորը։ Լրագրողները ճշտում են, կարող է Թուրքիան Ադրբեջանին կառուցողական դաշտ բերել։ Եթե Թուրքիան նման քաղաքական նպատակ ունենա, նման հնարավորություն, որ հաստատ ինքը ունի։ Այլ հարց է, քաղաքական կամք կունենա, թե չէ։ Թուրքիան տասնամյակներով միջնորդ լինելու ձգտում ունի, նոր բան չէ, թուրքագետն է հիշեցնում, բայց ասում է այդ հարցը չի կարող քննարկվել հայտնի պատճառով։ Այդ երկիրը անկողմնակալ չեզոք միջնորդ չէ։ Հայաստանի համար կան առնվազն անհանգստություններ, մտահոգություններ պետք է ասել, որ ըստ էության Հայաստանը թուրքական հարթակը չի կարող օգտագործել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար, որտեղ այստեղ արդեն գալիս է բազմաթիվ այլ խնդիրներ, առաջին հերթին այն տեսանկյունը, որ հարթակը ըստ էության զուտ հարթակ չի լինելու, այլ ինչ որ առումով նաև այդ գործարքի հովանավորը պետք է լինի։ Ինչ վերաբերում է Անկարա-Երևան հարաբերություններին, Երևանը վերջին տարիներին դրական ազդակներ ուղարկում է Թուրքիա, բայց օրինակ 2023-ի մարտին երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանները բացելու պատրաստակամության մասին հայտարարությանն այդպես էլ չհետևեց որևէ գործողություն։ Հայաստանը նաև մարգարան է բարեկարգել, սպասում է թուրքական արձագանքին, նորություն չկա։ Էրդողանը մշտապես թե տողատակերում, թե ուղիղ խոսքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղիղ կապել է հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հետ։ Ու քանի դեռ այստեղ լուրջ առաջընթացներ չկան, ուրեմն ակնկալիքներ Անկարա-Երևան հարաբերություններից պետք չէ ունենալ։ Առհասարակ առանցքային նորություններ դժվար թե լինեն, նախադրյալ չկա, թուրքագետն է ասում։ Գուցե կրկին ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, գուցե այ հիմա այդ երրորդ երկրների քաղաքացիների համար ինչ-որ մի բան լինի, կամ ինչ-որ մտքեր փոխանակեն, հայտարարեն, որ ինչ-որ փաստաթղթեր է նախապատրաստում եւ այլն, բայց ես կոնկրետ այս պահի դրությամբ չեմ տեսնում այդ նախադրյալները, որոնց հիման վրա ասեմ, որ պետք է սպասել ինչ-որ մի դրական փոփոխության։ Որն է այս այցի նպատակը, ինչու է Էրդողանը հրավիրել Փաշինյանին, ինչ ասելիք ու սպասում ունի, թերևս հետո կերևա։ Մինչև այդ փորձագետները զգուշավորության կոչ են անում, թուրք-ադրբեջանական տանդեմի դիվանագիտությունը մեզ համար անվտանգ չի կարող լինել։ Տիգրան Ույգուրղինյան, ժամը լրատվական։ Իրանից մարդկային մեծ հոսքի պատճառով Նորդուզ Ագարակ անցակետում կուտակումներ են, ամենօրյա հրթիռային հարվածների և միջուկային պայթյունի սպառնալիքի ահից Իրանի տարբեր քաղաքներից փախչող մարդկանց համար դեպի հյուսիս տանող փրկության ճանապարհը մեր երկրով է անցնում։ Չինաստանն ու Ռուսաստանը իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս մեր սահմանով անվտանգ հասնել Երևան, այստեղից ուղևորվել ցանկալի ուղղություններով։ Արդեն 600 չինացի Ագարակով Հայաստան է եկել։
Մեծ հոսքի պատճառով բեռնատարներ են հերթի մեջ մնացել սահմանին, նաև ամբարեխիղճ տաքսու վարորդներն են հերթապահում, առիթից օգտվելով ուղևորափոխադրման համար աստղաբաշխական թվեր են ուզում։ Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմը դեռ չսկսված էլ արդեն խնդիրներ էին առաջացել Իրանից Հայաստան բեռնափոխադրող ընկերությունների համար։ Մեկ ամսից ավելի է Հայաստան-Իրան սահմանի իրանական հատվածում անցակետի մոտ 100-ավոր բեռնատարներ հերթեր են առաջացրել։ Հայաստան եկող մի քանի 100 բեռնատարներ սպասում են Հայաստան մտնելու իրենց հերթին։ Ինչու բեռնատարները չեն կարողանում Հայաստան գալ, էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ հարցն իրենց տիրույթում չէ, ուղղորդեցին պետական եկամուտների կոմիտե։ Այստեղ էլ խնդրի հետ կապված հաղորդագրություն չեն տարածել, միայն 2 օր առաջ հայտնել էին, որ օրական հայ-իրանական սահմանը հատում է միջին հաշվով 250-ից 300 մեքենա։ Բեռնատարներում հիմնականում շինարարական նյութեր են՝ ցեմենտ, երկաթ, թիթեղներ։ Սահմանին առաջացած հերթերն ըստ վարորդների այնքան էլ կապ չունեն Իրան-Իսրայել պատերազմի հետ։ Խնդիրը Իրանի ու Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունից շատ ավելի առաջ է ստեղծվել։ Իսրայելա-իրանական պատերազմից մի քանի օր անց սկսվեց քաղաքացիների ակտիվ հոսքը Իրանից դեպի Հայաստան։ Այստեղ միշտ նման խցանումներ լինում են, պատերազմն ավելի է նպաստել, որ մարդիկ ավելի շատանան։ Թեհրանից եմ գալիս, իրավիճակը Իրանում ոչ մեկի համար լավ չէ, շատ մարդիկ դուրս են եկել Թեհրանից։ Հայ-իրանական սահմանին Մեղրի անցակետում օտարերկրյա քաղաքացիների համար կտրուկ աճել են տաքսիների գները։ Եթե նախկինում տաքսիստները մարդկանց Մեղրից Երևան էին տեղափոխում մոտ $75-ով 28,000 դրամ, այժմ այդ տեղափոխությունը դարձել է $220 կամ 85,000 դրամ։ Շուկան է այդ օրվա որոշում։ Բան եթե շատ է կան, ես իմ մտածելով եմ, եթե շատ է կան, parza գները բարձրանալու, քչացան, իշներվա, սենց է вообще։ Մեղրի համայնքի ղեկավարը հայտնել է, թե անձամբ է Իրան-Հայաստան մաքսատանը զրուցել Հայաստան տեղափոխվող մարդկանց հետ։ Մեղրի համայնքի ղեկավարը հայտնել է, թե վերջին օրերին Իրանից Հայաստան եկողները տեղավորվում են Մեղրիի եւ Ագարակի հյուրանոցներում։ Քանի որ մեր մոտ հյուրանոցները քիչ են եւ Ագարակ եւ Մեղրիում մի քիչ մեծ հյուրանոցներ որ կան 3 հատ են, հա 3 հատ Ագարակ, 3 հատ Մեղրի, բնականա որ Երևանից եկած հյուրերն են ստե մնում եւ դրսից գացող, Պարսկաստանից գացող, կարա մի օր լինի, կարա 5 օր չլինի, բայց այն օրվա համար, որ ինձ հարց են տվել, այո, այդ օրը մեկ մարդ եք ունեցել տեղավորելու, իրականում տեղ չի եղել հյուրանոցներում։ Անդրեասյանը տեղեկացրել է, որ տաքսու վարորդների հետ հանդիպել է եւ հորդորել է չբարձրացնել ուղևորափոխադրումների գները։ Անձամբ գնացել եմ, հանդիպել եմ տաքսու վարորդների եւ խնդրել եմ, որ այդ գները իջեցնեն, որ մեր հարևան երկրից եկած բնակիչներին պետք է առիթ օգտվել։ Թեհրանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Իրանա-իսրայելական լարվածության ֆոնին իր քաղաքացիներին հորդորել էր լքել Իրանը, նշելով, որ Հայաստանը դիտարկվում է որպես 4 համակային երթուղիներից մեկը։ Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի հետ սահմանով անցնելու տարբերակների մասին։ Սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումն ազատ է վավեր, օտարերկրյա կամ ներքին անձնագրերով եւ նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հնդկաստանը սկսել է Սինթու գործողությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար։ Հնդկաստանի դեսպանատունը արդեն 110 հնդիկ ուսանողների է տարհանել, օգնելով նրանց անվտանգ անցնել Հայաստան, ապա հատուկ չվերթով մեկնել Հնդկաստան։ Այդ երկրի կառավարությունը երախտագիտություն է հայտնել Իրանի եւ Հայաստանի կառավարություններին տարհանման գործընթացը անխոչնդոտ իրականացնելու համար։ Իսրայելի բանակը անցած գիշեր 40 կործանիչ ինքնաթիռներով ավելի քան 100 ռումբով հարձակվել են իրանական տասնյակ ռազմական օբյեկտների վրա։ Թիրախների թվում է եղել նաև Արաքի ծանր ջրի ռեակտորը։ Թեհրանը հայտարարել է, թե ճառագայթային վտանգ չկա եւ որ օբյեկտը տարհանվել էր հարձակումից առաջ։ Ի պատասխան Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է շուրջ 20 հրթիռ, որոնցից մեկը խոցել է Բեեր-Շևի հիվանդանոցին։ Իրանը նաև խոցել է Իսրայելի բանակի կիբերհրամանատարության շտաբը, որտեղ տեղակայված են հազարավոր զինվորականներ, որոնք պատասխանատու են հետախուզական տվյալների մշակման եւ կիբերգործողությունների համար։
Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են արտգործնախարար Աբբաս Արաղչին վաղը Ժնևում կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ։ Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ հանդիպմանը կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները։ Նախաձեռնությունը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ, նպատակն է Թեհրանից հստակ երաշխիքներ ստանալ, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ քաղաքացիական նպատակներով է օգտագործվելու։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Սամվել Կարապետյանը Արմավիր քրեակատարողականում բարեգործը 2 ամիս կալանքի տակ կմնա։ Սա անդիմությունը իշխանության վախերի ցուցադրություն է համարում, եկեղեցին էլ բարերարին աջակցություն է հայտնում։ Ստուգումներ Տաշիր պիցայի 30 օբյեկտներում 10-ի գործունեությունը կասեցվել է, ինչ խախտումներ են գտել տեսուչները և ինչու հիմա։ Բողոքի գործողություններ Բաղրամյան պողոտայում անհետ կորածների ծնողները ճանապարհ են փակում աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրենին վերադարձնելու պահանջով։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Տաշիր ընկերությունների նախագահ ազգային բարեգործ Սամվել Կարապետյանը տեղափոխվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Երեկուշ երեկոյան դատարանը Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Հիշեցնեմ, նրա նկատմամբ հետապնդում սկսվեց, երբ բարերարը հրապարակ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն, ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է և նրան կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանում Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ Мы сказали о том, что российский гражданин... Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ Ռուսաստանի քաղաքացի եւ ռուս ձեռնարկատեր, միշտ օգնություն եւ աջակցություն է ստանում, եթե կապվում է մեր դեսպանատան ռուսական կողմի հետ։ Այս թեմայի քննարկումը շարունակելու համար մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ հստակ հայտարարությունների եւ մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել, այնքան սպეციფიկ, որ նախ եկեք հասկանանք, թե ինչ է քննարկվում։ Եվս մեկ անգամ, որպես Ռուսաստանի քաղաքացի եւ ռուս գործարար, բնականաբար նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն։ Սամվել Կարապետյանի հանդեպ իրականացվածը ուժի ցուցադրություն չէր, այլ բացառապես թուլության, վախերի ցուցադրություն։ Այսպիսի կարծիք է հնչել խորհրդարանում։ Անդիմությունը դատապարտել է իշխանությանը հայ բարերարին կալանավորելու համար, միաժամանակ հիշեցրել Փաշինյանին, թե ինչպես էր ժամանակին ծափահարում Սամվել Կարապետյանին հայանպաստ ծրագրերի եւ ներդրումների համար։ Եկեղեցու դեմ թշնամական արշավ է իրականացվում, պաշտպանողներն էլ ապօրինի թիրախավորվում են։ Անդիմադիրներից Քրիստինե Վարդանյանն է ասում, Հայաստան խմբակցության падգամավորը ուղիղ է ձևակերպում։ Այս ամբողջն իրականացվում է վախի ուղերձ փոխանցելու համար։ Փաշինյանը եւ իր թիմը ուղիղ մեզ ասում է. եթե ես աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկի նկատմամբ ուղակի եկեղեցին պաշտպանելու իր հայտարարության համար կարող եմ իրականացնել նման ապօրինություն, եթե իմ կինը ամենավերջին բարերով իր սոցցանցերում կարող է անդրադառնալ սրբազաններին ու ամենայն հայոց վեհապարին, դուք պատկերացնում եք ձեզ հետ ինչեր կկատարվի։ Շատ մարդիկ ստիպված պաշտոնի ու կարգավիճակի հետ կապված ամենը ներկայացնում են որպես եկեղեցու դեմ արշավ։ Արտահերթ ելույթով ամբիոնին մոտեցավ խորհրդարանի նախագահը։ Ալեն Սիմոնյանը հակադարձում է, հավատքի ու եկեղեցու հետ խնդիր չկա, խնդիրը բացառապես անձերով է պայմանավորված։ Եկեղեցու դեմ որևիցե մեկը չի պայքարում, հայ առաքելական սուրբ եկեղեցին, մեր բոլորի եկեղեցին եւ դրա մեջ կասկած չկա։ Բայց այն մարդիկ, ովքեր որ առատավորում են, պետք է հեռանան եւ ես վստահ եմ, որ իրենք հեռանալու են։ Ինչու են աջակցում գործարար բարերար Սամվել Կարապետյանին, ընդդիմադիր Աննա Գրիգորյանը պատասխանում է ձայնագրությամբ, որտեղ Փաշինյանն է խոսում գործարարի ներդրումների մասին։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Նույնիսկ Վերջում իհարկե առաջարկում է նաև ծափահարել ինչպես Սամվել Կարապետյանին, այնպես է Ռուբեն Վարդանյանին։
Ես գիտեմ ինչու են իրենք ներդրում արել Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախն իրենց հայրենիքն է եւ նրանք սիրում են իրենց հայրենիքը։ Գրիգորյանի դիտարկմանը թե 13 միլիարդ պետական պարտքի պայմաններում ինչ ենք ստացել, ինչ է ստեղծվել, Փաշինյանը դահլիճում հենց նստած տեղից падգամավորին ու մյուս ընդդիմադիրներին առաջարկ արեց, տանեմ ցույց տամ, խորհրդարանի խոսնակն էլ ամբիոնից ավելացրեց, կարող ենք կազմակերպել, ես էլ պարտավորվում եմ մեքենան ապահովել։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Սամվել Կարապետյանի կալանքի կապակցությամբ մայրաթորը հայտարարություն է տարածել, որում ասվում է մեջբերում է։ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է, նպատակ ունենալով վախի եւ սպառնալիքի կիրառմամբ հայոց եկեղեցուն զրկել հավատավոր իր հոտի աջակցությունից։ Խստորեն դատապարտելով ամոթալի այս վարքագիծը գնահատում ենք այն որպես հարված ինչպես Հայաստանի վարկին ու հեղինակությանը, այնպես եւ հայոց եկեղեցուն։ Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին եւ Կարապետյան ընտանիքին, հայցելով Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը նրանց մեջբերման ավարտը։ Սամվել Կարապետյանի փաստաբանը դատարանի բակում մինչև ուշ գիշեր սպասող մեծաթիվ մարդկանց ներկայացրել է բարերարի ուղերձը։ Սամվել Կարապետյանը գրել է, որ ապօրինի կալանքով եւ շինծու մեղադրանքով չեն կարող ճնշել իրեն եւ շեղել որդեգրած սկզբունքներից։ Հարգելի հայրենակիցներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ եւ ընտանիքիս կողքին գտնվելու եւ մեզ աջակցելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության եւ առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում հաջողությունների զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձնվել։ Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներիցս։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս եւ հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ եւ անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք։ Ամուր եղեք, մեր հաղթանակին այլ ընտրանք չկա, առաջ Աստված։ Շնորհակալություն աջակցելու համար։ Սննդի տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է սկսել Սամվել Կարապետյանի Տաշիր գրուպ ընկերությունների խմբին պատկանող Տաշիր պիցայի 30 կետերում։ Տեսուչները արդեն կասեցրել են 10 մասնաճյուղի գործունեությունը, 17-ում ստուգումները շարունակվում են։ Սանիտարահիգիենիկ խախտումներ են հայտնաբերել հատակը, պատերը եւ առաստաղը հարթ չեն, ջրանցիկ չեն նվազեցնում հնարավոր գոլորշու տարածումը։ Այնինչ այս օբյեկտները առաջին օրը չէ, որ գործում են։ Ինչու են տեսուչները հենց հիմա նկատում թերությունները։ Վերլուծաբանները այստեղ քաղաքական հետապնդման տարեր են տեսնում։ Սննդի անվտանգության տեսչականի Facebook-յան էջում աչքի համար դոմինանտը Տաշիր պիցայի տարբերանշանն է 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ 30 պիցերիայից 10-ի գործունեությունը կասեցրել են, 17 մասնաճյուղում ստուգումները դեռ շարունակում են, 3-ից սննդամթերքի նմուշներ են վերցրել փորձաքննելու համար, մեկ շաբաթվա ընթացքում էլ դրանց արդյունքները հայտնի կդառնան։ Դեռևս մեկ շաբաթ առաջ արդեն կասեցում ունեինք եւ 5 օր առաջ եւս մի կասեցում ունեինք եւ այսպես շարունակաբար խնդիրը մենք ի սկզբանե ասել ենք, որ շատ խիստ ենք վերաբերվելու։ Հատակ, պատեր, առաստաղ, մակերևույթները հարթ, անջրանցիկ չեն, ինչպես նաև չեն կանխարգելում կամ նվազեցնում գոլորշու խտացումը։ Սրանք են հիմնական, այսպես ասենք, թերությունները, որոնք հայտնաբերել են սննդի անվտանգությունն ուսումնասիրողները։ Այս կետերը տեսչականը գրել է բոլոր 8 հրապարակումներում։ Մամուլում ֆիքսեցին տեսուչների ուսումնասիրությունները համընկան ազգային բարեգործ Սամվել Կարապետյանի հայ առաքելական Սուրբ եկեղեցուն աջակցություն հայտնելու համար նրա նկատմամբ իրականացվող դատավարական գործընթացների հետ։
տեսչականից պնդում են, սովորական պրոցես է, համընկնումները պատահական։ Պաշտոնական այս պարզաբանումն այնուամենայնիվ չի համոզում փորձագետներին, զավեշտ են որակում։ Առաստաղը նորա կառուցված էր։ Անցած տարի որ գնացել եք այդ առաստաղը չեք տեսել, եթե անցած տարի գնացել եք այդ առաստաղը տեսել եք, ոնց է ստացվել որ հետո նորից մի տարին այդ առաստաղով աշխատում եք։ Դա նշանակում է մի բան, անցած տարի այդ առաստաղի վրա կարայիք աշխատեք, այս տարի չեք կարող աշխատեք։ Հետևաբար քաղաքական։ Սպառողի իրավապաշտպանը տեղի ունեցողը պարզապես ծիծաղելի է համարում, անզեն աչքին էլ պարզ է, ասում է։ Եթե դու արդար նորմալ ազգի համակարգում ես, դու ասում ես անցած տարի ով է ստուգի, ով է տեսել, որ այս առաստաղը խնդիր ունեցել, ասում են պայմանական Վահանը, ասում ես Վահան, շնորհակալություն, ստեսություն։ Դու չես արձանագրել։ Այ երբ որ դու այս գործընթացը չես անում, դրանից անմիջապես հետևություն դու հենց հիմա քաղաքական գործունեություն ծավալում, ոչ թե ապահովում ես պարզապես մի անվտանգություն։ Հատկանշական է, որ տնտեսվարողը հենց ինքն էր դիմել ՍԱԱՏՄ, դեռ հունիսի 11-ին էին ընկերությունից տեղեկացրել, պարզաբանելով մատուցվող սննդի նկատմամբ վերահսկողություն ապահովելու նպատակ են հետապնդում։ Տաշիր պիցայի գերնպատակն է մեր հաճախորդներին մատուցել թարմ եւ անվտանգ սնունդ, սա մեր կողմից որդեգրված աշխատանքային սկզբունք է, որի նկատմամբ միշտ եղել ենք եւ հետագայում եւս կլինենք, առավելագույնս հետեւողական։ Ասել են դուք եք դիմում, մենք պիտի ստուգենք եւ բոլոր խնդիրները վերհանենք, ասել են այո։ Թե արդեն հետևած իրադարձությունները, մասնավորապես ազգային բարեգործ Կարապետյանի ձերբակալությունը, ապա կալանավորում է ինչ ազդեցություն ունեցան ՍԱԱՏՄ ստուգումների խստության վրա, ընկերությունից դժվարանում են պատասխանել։ Ինչքանով դա կապ ունի կամ կապ չունի, դա անկեղծ ասած չեմ կարող ասել։ Ու եւս մեկ գնահատական մասնագետներից, թե այսպիսի մանրակրկիտ ստուգումներ լինեն, մեր երկրի տնտեսվարողների կյանքը տխուր կլինի։ Առնվազն 70%։ Ինչու հիմա չեն գնում մյուսները այդպես ապահովեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այսօր կրկին երկկողմանի փակ էր Բաղրամյան պողոտան, անհետ կորած զինծառայողների հարազատները գիշերել են այնտեղ, առավոտյան շարունակել բողոքի գործողությունները։ Նրանք փակել են նաև Հերացի փողոցը, նրանք պահանջում են չեղարկել ԱԱԾ տնօրենին հեռացնելու որոշումը։ Նրանց խոսքով Արմեն Աբազյանը միակն էր, որ զբաղվում էր իրենց կորած որդիների հարցերով։ Իդեպ այս ազատումը լրատվամիջոցները դարձյալ կապում են Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ Բաղրամյան պողոտան երեկվանից երկկողմանի փակ է։ Այստեղ անհետ կորած համարվողների հարազատներն են հավաքվել մեկ միասնական պահանջով վերադարձնել այն մարդուն, ում վստահել են իրենց ամենացավոտ հարցը։ Հարազատների խոսքով ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանը, որը մինչև պաշտոնանկությունը գլխավորում էր անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, իրենց համար պարզապես պաշտոնյա չէր։ Պնդում են, նա միակ մարդն էր, ով պատասխանատու էր իրենց որդիների ճակատագրերի համար։ Ամբողջ համակարգը լծված աստեղ։ Ում դեմ են բերել։ Անհետ կորածի ծնողի դիմաց։ Անհետ կորածների ծնողներն ասում են, որ այժմ ոչ ոք չի գալիս, չի ասում, որ այսուհետև ինքն է տղաների ճակատագրի պատասխանատուն։ Ծնողների խոսքով իրենց համար նախկին տնօրենի աշխատանքը տեսանելի էր։ Այժմ չգիտեն ինչքան է պետք սպասել, որ նորանշանակ պաշտոնյան մանրամասն ծանոթանա գործերին։ Անընդհատ նույն այս պտույտը, որ կատարում ենք պաշտոնյաների պաշտոնանկության, հետո գալու, ասելու, դե գիտեք, մենք նոր ենք, նոր պետքա ծանոթանանք գործընթացի հետ, սա իհարկե սպառում է հոգեպես, բարոյապես հարազատներին։ Բաղրամյան պողոտայում վճռական տրամադրված մայրեր, հայրեր ու քույրեր են, որոնք հարցնում են, թե ով է հիմա զբաղվելու իրենց որդիների ճակատագրով։ Ընդդիմադիր պատգամավորներն են հանդիպել ծնողների հետ։ Նրանց կարծիքով եւս գործընթացի շարունակականությունը չի պահպանվում պաշտոնյաների փոփոխության պատճառով։ Անցած անգամ, որ ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել այս թեմայով եւ նույն ծնողները ազգային ժողովի շենքում էին, քննչական ծառայության ղեկավարը չէր կարողանում պատասխանել մարդկանց հարցերին, որտեղ իրապես մարդը նոր էր նշանակվել եւ չէր տիրապետում։ 5 տարի չէ, 50 տարի է համարյա, նրանք այնտեղ իրենց համար 5 տարի չէ, 50 տարի։ Հիմա ես արդեն պատկերացնում եմ, եթե գերության մեջ դեռևս ոչ մարդ ունենք, լրիվ կես դարած կգա։ Բողոքավորները փորձեցին նաև Հերացու փողոցը փակել, փողոցում ոստիկանական հսկողությունը ավելի ուժեղացրին։ Իմ պահանջը իմ երեխեն է, ու մնացած երեխեքը։ Անուն իմ երեխեքի, անուն այդ երեխեքի ճակատագրի, որ 5 տարի ոչ մի բան չգիտենք այդ երեխեքին ինչ է լավ, ոնց է լավ, ողջ են, մահացած են, զոհված են, ինչ վիճակում են։
Որդեկորույս ծնողների միակ մտավախությունն այն է, որ պաշտոնանկությունների ու պաշտոնների հաճախակի փոփոխությունները բանակցային գործընթացում դառնում են խոչընդոտներ։ Հասմիկ Անտոնյան, ժամը լիատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք քիչ անց։ Ծանրոցներ հարազատներից հեռախոսով 2 բառ փոխանակելու հնարավորություն Բաքվի Կարմիր խաչից տեսակցել են հայ գերիներին։ Վիրտուալ ճամփորդություն Վան Գոգի եւ Գուստավ Կլիմտի հետ ավելի քան 300 գլուխգործոց անիմացիոն ձևաչափով նկարիչների միությունում։ Մետեո աշխարհ ինչ սպասել ուրբաթ ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Շքեղ հյուրանոցային համալիր Դիլիջանում միջազգային չափանիշներով, որ կգոհացնի ցանկացած քմահաճ զբոսաշրջիկի։ Դիլիջան ռեզորտը կդառնա միջազգային ինտերկոնտինենտալ հյուրանոցային ցանցի մասնիկը եւ կվերաբրենդավորվի։ Ձերժավա ընկերությունների խմբի հետ կնքված պայմանագրով այս ծրագրին կուղղվի 7 միլիարդ դրամ։ Դերժավա ընկերությունների խումբը եւ ինտերկոնտինենտալ հյուրանոցային ցանցը միավորում են ուժերը Դիլիջանում նոր ու շքեղ առողջարանային համալիր կառուցելու նպատակով։ Միջազգային հեղինակավոր ինտերկոնտինենտալ հյուրանոցային ցանցի Holiday Inn-ի ֆրանշիզան 2027-ին ներկայացված կլինի նաեւ Դիլիջանում։ Մեր երկրորդ համագործակցությունն է Intercontinental Hotels Group ընկերության հետ։ Առաջինը Crown Plaza Երևան հյուրանոցն է, որը բացումը լիահույս ենք, որ տեղի կունենա շուտով։ Երկրորդ համագործակցությունը Holiday Inn Resort Դիլիջան հյուրանոց առողջարանն է։ Այս նախագիծը կյանքի կոչելու համար Ձերժավա ընկերությունը պատրաստվում է կատարել շուրջ 7 միլիարդ դրամի ներդրում։ Դիլիջան ռիզորտի վերաբացումը կարծում ենք, որ մեծ ներդրում կլինի մարզի աշխուժացման եւ համաչափ զարգացման համար։ Holiday Inn Դիլիջան ռեզորտը տարածաշրջանում կստեղծի եզակի եւ պահանջված տուրիստական պրոդուկտ, հիմնված մեր ցանցի բազմամյա փորձի վրա։ Փոխադարձ վստահության վրա հիմնված այս համագործակցության համար մենք իսկապես ուրախ ենք։ Նոր ռիզորտը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր, սպա կենտրոնով, փակ եւ բաց լողավազաններով, սրճարանով, մանկական խաղահրապարակով եւ ներառական միջավայրով, հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց։ Նախատեսել ենք առանձին ռեստորան, բացօթյա լողավազան եւ ժամանցի վայր երեխաների համար։ Բրիտանական ինտերկոնտինենտալը աշխարհում կառուցել է 227 հյուրանոց, իսկ Հայաստանում Holiday Inn-ը կլինի երրորդը, բայց առաջինը որպես առողջարան, իր ճարտարապետական եւ դիզայներական լուծումներով։ Մինչև 2027 թվականը, մինչև շինարարության ամբողջ ավարտը, Դիլիջան ռեզորտ հյուրանոցառեստորանային համալիրը շարունակելու է իր գործունեությունը, շարունակելու է քոթեջներով, որոնք լիարժեք վերանորոգված են, ինչպես նաև ռեստորանային համալիրով։ Համալիրի գործարկումը նախատեսվում է ավարտել 2027-ին, ապահովելով 100-ից ավելի աշխատատեղեր։ Նոր համագործակցությամբ ընկերությունը որակի բարձր նշաձող է սահմանում զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտում։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ 50 մասնաճյուղ 69 տերմինալ Արարատ բանկը ամփոփել է 2024-ի տարեկան հաշվետվությունը, բանկի կապիտալը աճել է 17.7%-ով, ընդհանուր ակտիվները 4%-ով, այստեղ վստահեցնում են մշակութային եւ կրթական ծրագրերի ֆինանսավորումը շարունակական է լինելու։ Արարատ բանկն ամփոփել է անցած տարվա գործունեության արդյունքները։ Բանկը 2024 թվականին ամրապնդել է իր դիրքը որպես վստահելի, մրցունակ, ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ կայուն զարգացում ապահովող ֆինանսական հաստատություն։ Այդ նշաձողը, որ մենք արդեն բարձրացրել ենք, ըստ էության հաջորդ տարիներին դա մեզ ստիպելու է, որպեսզի ավելի լավ եւ ավելի բովանդակային ցուցանիշներ ունենանք։ Արարատ բանկը արդեն 34-րդ տարեկան ժողովն է անում, ինչը նշանակում է, որ Արարատ բանկը ավանդույթներով բանկ է, երբ որ ունենք երկար տարիների փորձ ունեցող բանկ, սա եւս շատ կարեւոր է։ Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնք ժամանակ առ ժամանակ ազդեցություն եւ հետևանքներ կարող են ունենալ բանկային համակարգի վրա, 2024 թվականը Արարատ բանկի համար շարունակական հաջողությունների տարի էր, նոր ինստիտուցիոնալ գործակցությունների, ձեռքբերումների տեսանկյունից։ Մարտահրավերներին դիմակայել ենք, արդյունքներ են գեներացրել եւ կարողացել ենք նաև բովանդակային առումով շատ արդյունքներ ունենալ։
Անցած տարվա կորպորատիվ սոցիալական ծրագրերի շրջանակում իրականացվել են տասնյակից ավելի ծրագրեր, ռազմավարության առանցքում գտնվող ուղղություններով՝ կրթություն, բնապահպանություն, առողջապահություն, սոցիալական ձեռնարկատիրություն։ Վերջի տարիներին ավելի շատ ուրախանում ենք բոլոր այն սոցիալական ծրագրերով, որոնք որ մեզ հաջողում է իրականացնել մի շարք ազգանվեր աշխատանք տանող կառույցների հետ եւ իրականում ողջավորությունը հենց սոցիալական ծրագրեր իրականացնելու մեջ է։ Մոտ 50%-ը պորտֆելի կրթական բաղադրիչ է պահանջում, այսինքն մեր կրթական ծրագրերն են, իսկ մնացած 50%-ը բաշխվել է արդեն ըստ ներդրումների ծավալի մշակութային, առողջապահական, բնապահպանական եւ սոցիալական ձեռնարկատիրական ուղղությունները։ Արարատ բանկի աջակցությամբ ձեռագրերի կենսաքիմիական լաբորատորիայի ստեղծումը ուղղակի ապահովում է թռիչքաձև զարգացում այս ոլորտի համար։ Ընդլայնվել է բանկի միջազգային գործընկերությունը, իրականացվել են աջակցության տարաբնույթ ծրագրեր, արձանագրվել է ֆինանսական ցուցանիշների աճ։ 2024 թվականի տարեկան արդյունքներով բանկի ակտիվները կազմել են 419 միլիարդ 489 միլիոն դրամ։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 4%-ով կամ 15 միլիարդ 993 միլիոն դրամով։ Անցած տարի բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 52%-ը նախորդ տարվա 49.7%-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Վիրտուալ ճամփորդություն Վան Գոգի և Գուստավ Կլիմտի հետ նկարիչների միությունում յուրօրինակ ցուցադրություն է բացվել։ 77 րոպեում կվայելեք համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների 300 կտավների անիմացիոն ցուցադրությունը։ Սա բացառիկ հնարավորություն է բացահայտելու ոչ միայն գլուխգործոցները, այլև ծանոթանալու դրանց ստեղծման ընթացքին։ Ցուցադրությունը կտևի 3 ամիս։ Գույների սիմֆոնիա, արվեստի ցուցադրությունը նորովի, կենդանացած կտավներով։ Վիրտուալ ճամփորդություն է, վրձնի մետրերի Վան Գոգի և Գուստավ Կլիմտի կտավներն են։ Հայաստանի նկարիչների միությունում մինչև օգոստոսի 19 հնարավորություն կունենաք դիտելու և վայելելու աշխարհահռչակ արվեստագետների մուլտիմեդիա ցուցահանդեսը։ Ավելի քան 300 կտավ է ցուցադրվում անիմացիոն ձևաչափով։ Համաշխարհային պրոյեկտը շուրջ 6 տարի մեծ հաջողությամբ շրջել է Ռուսաստանում և Եվրոպայի մի շարք քաղաքներում։ Այժմ այն վայելելու հնարավորությունը հայ արվեստասերներինն է։ Համաշխարհային պրոյեկտ է, կա եվրոպական քաղաքներում, մենք համագործակցության արդյունքում վերել ենք Հայաստան հայ հանդիսատեսի համար հայերեն խոսքով, որը կրթական է, որը շատ հետաքրքիր է, որը մարդուն ամբողջությամբ կլանում է իր մեջ։ Ցուցադրությունը ներկայացնում է ոչ միայն նրանց ստեղծագործությունները, այլև կտավների կյանքի ընթացքը, նաև կերպարվեստի լեգենդների կենսագրության ամենահետաքրքիր դրվագները։ Լավ առիթ ունեն Վան Գոգի և Կլիմտի հետ ծանոթանալու և նրանց արվեստի մասին որոշ մանրամասներ իմանալու, ինչը շատ կարևոր է, թե որքան պրոֆեսիոնալ, որքան հետաքրքիր կյանք ունեցող նկարիչներ են։ Ցուցադրությունը ոչ միայն գեղագիտական է, այլև ճանաչողական։ Բացառիկ հնարավորություն է բացահայտելու Վան Գոգի գույների հույզերն ու Կլիմտի ոսկեգույն սիմվոլիզմը։ Ամբողջը դիտել եմ, շատ հավանել եմ։ Ուրախ եմ, որ Երևանում նման ցուցահանդեսներ են կազմակերպվում։ Վան Գոգի մասին շատ բան գիտեի, իսկ Կլիմտի մասին իհարկե լսել էի, բայց քիչ իր մասին գիտեի։ Շատ հետաքրքիր էր նաև Կլիմտի մասին իմանալը։ Հնչող երաժշտությունն ու պատմությունները, հզոր վիզուալ էֆեկտները ու էկրանի վրա կենդանացած կտավները ստեղծում են անզուգական մթնոլորտ, որը կտրում է իրականությունից ու ասես տեղափոխում հեքիաթային աշխարհ։ Այստեղ ժամանակակից տեխնոլոգիաների ու դասական վարպետության միահյուսված մոլորակն է։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հայկական կոնյակով 33 բեռնատար դուրս է եկել մաքսային պահեսներից, վրացական կողմը վերսկսել է կոնյակով բեռնատարների բաց թողումը, ՊԵԿ-ն է հայտարարել։ Եվ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են հայ գերիներին, հարազատներից ծանրոցներ փոխանցել, հեռախոսով զրուցելու հնարավորություն տվել։ Օրվա այս և մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։
Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավարը հետևել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին տեղեկացրել է X-ի իր էջում։ Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի բարեկային խմբին եւ հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչները հունիսին տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատված են այդ երկրի կողմից։ Լրատվամիջոցներին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատուն։ Տեսակցությունը անցել է առանձնազրույցների ձևաչափով։ Ուշադրության կենտրոնում են եղել գերիների պահման պայմանները, առողջությունը, վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Նրանք հնարավորություն են ունեցել կապ հաստատել իրենց հարազատների հետ, նաև ընտանիքի կողմից ծանրոցներ են փոխանցվել։ Արցախցիներին տրվող 40,000 դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանից։ Կառավարության առաջիկա նիստում նախատեսված է պետական բյուջեով այս տարվա համար նախատեսված գումարից 3 միլիարդ դրամը տեղափոխել առաջիկա կիսամյակ անհրաժեշտ վճարումները ամբողջացնելու նպատակով։ Արտակ Զեյնալյանը ընտրվեց սահմանադրական դատանի դատավոր։ Նրա օգտին կողմ է քվեարկել 67 պատգամավոր։ Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի Ավագանու Հանրապետության խմբակցությունից հայտնել էին, որ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել Ավագանու մանդատը։ Հայաստանի եւ Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն։ Երկու երկրների կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակում սահմանվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հսկիչ փաստաթղթի, ուղևորների ցուցակի փոխհամաձայնեցված ձևաչափն ու դրա լուծման պահանջները։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի զբոսաշրջության կոմիտեից։ Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված տարբերակը վարորդը պարտադիր պետք է ներկայացնի վերահսկող մարմիններին։ Այս պահանջը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հուլիսի 1-ից։ Ոսկե ծիրան 22-րդ միջազգային կինոփառատոնը այս տարի տեղի կունենա հուլիսի 13-ից 20-ը։ Կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահը աֆրիկացի ռեժիսոր Կանիի կինոփառատոնի եւ Սեզարի մրցանակակիր Աբդերհման Սիսակոն է։ Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից։ Դիլիջանում առաջին անգամ կանցկացվի շեփ խոհարարների միջազգային մրցույթը։ Միջոցառման գլխավոր նպատակն է Հայաստանը ներկայացնել համաշխարհային խոհարարական քարտեզի վրա եւ արտասահմանյան գործընկերների հետ փոխանակվել ձեռք բերված փորձով։ Երրորդյա մրցույթին, որն ի դեպ արդեն մեկնարկել է, Հայաստան են ժամանել խոհարարներ 9 երկրներից։ Մրցույթն անցկացվում է խոհարարների համաշխարհային ասոցիացիայի կանոններով։ Յուրաքանչյուր մասնակից պետք է պատրաստի 3-ից 4 ճաշատեսակ՝ գարան, հավի, տավարի եւ մսից։ Ազգային առանձնահատկությունները պահպանելը պարտադիր չէ։ Հասմիկ Անտոնյան, ժամը լատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ, օդերևութաբանների կանխատեսումներին տեղյակ է Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթը կանցնի փոփոխական երկնքով, առանց ձեղումների, ջերմաստիճանը կբարձրանա եւս 4 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց լեռնային գոտիներում կդիտվի 20-ից 26 աստիճան։ Վայոց եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 26-ից 32, Լոռիում 24-ից 27, Տավուշում 28-ից 31, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 32 աստիճան։ Սյունիքի նախալեռներում կդիտվի 20-ից 24, Երևանում օրը կանցնի առանց ձեղումների։ Այս գիշեր սպասվում է 14-ից 16, ցերեկը 28-ից 31, երեկոյան 24-ից 26 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։